Բարև սիրելի ազգ եթերում արմ կոմեդին է հաղորդում, որը ապամոնտաժում է շաբաթվա քաղաքական իրադարձությունները։ Ու փորձում տրամաբանություն գտնել կամ գոնե հասկանալ ի վերջո ինչ են մեզ այնց ուզում քաղաքական գործիչները։ Ամեն անգամ, երբ մեզ հաջողվում է դա անել, մենք մի հատ ծառ ենք տնկում։ Կարող եք տեսնել, խնդրեմ։ Հա, առայժմ այսքանն է, մի քիչ գաղ չմթնոլորտա, բայց այս թողարկման մեջ դիտեք։ Սիրված հաղորդավարը մեջքից հարվածեց Հայաստանին։ Ռաֆի Հովհաննիսյանի մարզային այցերը։ Տարոն Մարգարյանը խնդրեց մի կռուկ քշել հեծանիվը։ Ինտելիգենցիան կրկին հոգսերի մեջ է։ Օրինաց երկիրը կշարունակի բնապահպանական ակտիվությունը, կամագշուտ կսկսի։ Հյուրը քաղաքական պարակտումների փորձագետ։ Այսօր սկսենք անսպասելի լուրից։ Մոսկվայի օդանավակայանում տեղ ունեցավ մի միջադեպ ու առաջին հայացքից կարծես թե մեր հետ այդքան էլ կապ չուներ։ Չվերթներից մեկը ուշացել էր մի 5 ժամով ու ուղևորներից մեկը սկսեց մի փոքր բորբոքվել։ Ու այդ տականքը 5 ժամ հետո գրում է ձեզ հաճելի չվերթ, ես պատասխան եմ տալիս խոսքերիս համար, նա տականք է։ Aeroflot-ը տականք է, որովհետև սա անասունների համար է։ Մենք անասուն չենք։ Եթե մենք այլ երկրում ապրեին, ես իրավունք կունենայի կպցնել Aeroflot-ի ցանկացած ներկայացուցչի բեյնին։ Դրա իրավունքը ունեմ, որովհետև ինձ ոչխարի տեղ դրեցիք։ Դե հա ում դուրը կգար 5 ժամ լրվեցնել օդանավակայում, հետո գային ասեին հաճելի չվերթ։ Բայց Լեոնիդ Արկադիևիչը շարունակում էր վրա տալ։ Это вранье для Нагорного Карабаха. Вот это не пустые люди, здесь стоят каждый уважаемый, и мы не стадо баранов. И я вам запрещаю так к нам относиться. Վայ Լեոնիդ Արկադիևիչ։ Հիմա մի հատ էլ թարգմանությունով։ Это вранье для Нагорного Карабаха. Սրանք ստեր են Լեռնային Ղարաբաղի համար։ Մենք ստեղ բոլորս մարդիկ ենք, ոչխարների հոտ չենք։ Ես ձեզ արգելում եմ մեզ սենց վերաբերվել։ Լեոնիդ Արկադիևիչ, բա մենք սենց ենք իրար հետ եղել։ Ու ընդհանրապես այդ ինչ նոր արտահայտություն եք փորձում մտցնել։ Գիտեք ես հիմա ինձ ոնց եմ զգում օրինակ։ Ախր ոնց ասեմ, A տառը բացեք, T տառը բացեք, Բացեք ու Ն եւ Հ տառերը։ Հա Վազգեն։ Ես գիտեմ բառը։ Դե ապրես Վազգեն ջան, ինձ թվում արդեն բոլորը գուշակեցին, բայց ասա։ Չէ, ես պրիզն եմ վերցնում։ Պրիզ չկա Վազգեն ջան, ուղղակի մեր հիասթափությունն ենք հայտնում։ Ոնց թե չկա պրիզ, դուրս տեղը։ Չկա վայ։ Դրանք ստեր են Վոլգոգրադսկի օբլաստի համար։ Մի խոսքով չդզեց Լեոնիդ Արկադիևիչ ջան։ Մենք պատրաստվում ենք գալ ձեզ մոտ, ես այս գլխարկն էի ուզում բերի ձեզ նվեր, էլ չեմ ասում, որ սենց մի հատ հաճելի բույս էի պատրաստում ձեզ նվիրել։ Ես ուզում էի բերել ես կամպոտը տատին էր խնդրել մեր այգու բալիցա, բայց աշկիս կմնա, մենք կխմենք։ Տղեկ, ինչ-որ մեկը ասեց կամպոտ։ Չէ, ինչ կամպոտ, Ժող ջան, չկա տենց բան։ Բույս էր։ Դե մյուս անգամ կգաք, չէ՞ մեր տուն։ Սահմանադրական դատարանը վճռել էր վերահաշվարկ անել թիվ 1705 տեղամասում։ Հեսա կբացեն ու կպարզի, որ սարսափելի կեղծիքներ են եղել, դիմության սաղ ձայները տվել են իշխանական թեկնածուին։ Սկանդալային պարկը վերջապես բացված է, 11 ծրարները սեղանին են։ Բացեք, հեսա տեսեք ինչեր են ջրի երես գալի։ Ռաֆի Հովհաննիսյանի ձայների հաշվարկը դժվար էր առաջ գնում, մեկ-մեկ քննիչի ձեռքն էին ընկնում քվեաթերթիկներ, որոնց տեղն այլ է։ Քվեարկված է օգուտ Սերժ Սարգսյանի, բայց դրված է Հովհաննիսյան Ռաֆիի օգտին քվեարկված քվեաթերթիկների ցանկ 13, 14 Ռաֆի Հովհաննիսյանի ծրարից 11 քվեաթերթիկ մի կողմ դրվեց, մնացին 421-ը։ Այսինքն մոտարպես այս մեսիջն էր, հա, ստացվում։ Ընդդիմություն ջան, մենք չենք ուզում վերահաշվարկ անել, բայց եթե շատ եք ուզում, հա, վայ, այստեղ էլի մեր ձայներն են, Ռաֆից -5 ձայն։ Մի րոպե սա էլ հաշվենք։ Էլի սխալ էր, Ռաֆի -17 ձայն։ Մենք էլ ձերպես զարմացած ենք։ Վստահ եք, որ ուզում եք շարունակել։
Ամբողջ ընթացքում 17:05 հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահը բառ անգամ չարտասանեց, միայն պնդեց ընտրության նորն իր տեղամասում ոչ մի բռնություն միջադեպ ոչ տեսել է, ոչ էլ լսել։ Այդ պահին ես տեղ չեմ եղել տեղամասում, դրա համար ոչինչ չեմ կարող ասել։ Լավ, տեսնենք ինչպես է Ռաֆի Հովհաննիսյանը այցելել մարզեր այս օրերի ընթացքում։ Եթե հիշում եք, նրան հաճախ մեղադրում էին, որ շատ մեղմ է քննադատում իշխանություններին ու աչքից սկսել է դա փոխել։ Իրենց շակալներին, իրենց ոչրակորդ կրիմինալին, բայց եթե դուք դրեցիք ձեր ձեռքը մեր սահմանադրության, մեր ժողովրդի օրենքի, իրավունքի, մեր սուրբ գրքի վրա, ինձ հետ մեկտեղ, դուք գնալու եք դժոխք։ Հանրապետականների մասին է ասում։ Դելու Բայրակ գիտեն։ Կարծում եմ մեր բոլոր քաղաքական գործիչները պետք է ցկտեն գնալ դերախտ, այլ ոչ թե դժոխք։ Ռաֆին խորհուրդներ տվեց Արթուր Բաղդասարյանը։ Լրագրողներ ջան, մի քիչ ավելի հաճախ նկարեք էլի Արթուր Բաղդասարյանին։ Տարբերակ համար 3-րդ Ռաֆի Հովհաննիսյանը քաղաքական համաձայնություն է ձեռք բերում գործող իշխանության հետ եւ իր մասնակցությունն է բերում ոչ թե որպես ընդդիմադիր գործիչ, այլ որպես ընդհանրենք իշխանություն։ Այսինքն կոալիցիա կազմում։ Այո, կազմում է կոալիցիա եւ ներգրավում է պետական իշխանության կառավարման մեջ բերելով իր մոտեցումները։ Որովհետև այդ տարբերակը ձեր դեպքում ահագին լավ աշխատեց։ Քանի տեղ ուներ սկզբից օրինաց երկիրը։ 19։ Իսկ հիմա 6։ Լավ, իսկ պարոն Հովհաննիսյանը ձգտում էր հասցնել այցելել հնարավորինս շատ քաղաքներ, բարևել ժողովրդին, լինենք նրան փողոցում, թե գործի մեջ։ Ես ո՞ր ենք գնում։ Երևան։ Դե բարի ջանփա բոլորին։ Ես է Չարենցավանի եւ Հայաստանի հաղթանակ։ Մասված բարի ինտերեսանտներ։ Լավ է։ Հիմա մտնում ենք տոնավաճառ Ռաֆի Հովհաննիսյանը մտավ տոնավաճառ։ Չէ, էլի եմ ասում, ժողովրդի հետ սենց անմիջական շփվել լավ է, կարա օրինակ ծառայ մյուսներին։ Բա ինչ որ բայց ես ուզում ասես։ Դե բայց որ հանկարծ մտնի ինչ-որ մի տեղ, որ իրան չէին սպասում։ Ես առաջարկում եմ ինքս միասին աշխատենք, որ խաչմերուկ գանք միասին հայրենիքի։ Մենք միասին աշխատում ենք, 5 տարի է միասին աշխատում։ Այդ այնց հոպ կարող է դուրը բացես ու Զուրաբյանն է մեջը։ Դե մյուս անգամ ավելի զգուշ կլինի։ Իդեպ քաղաքներից մեկում պարոն Հովհաննիսյանը կասկածելի օպերատոր նկատեց։ Կասկածատոր։ Դե համարի անցնում արդեն։ Ազատ Ազատ թե այդքան ազատ չես։ Չէ, ազատ։ Հա? Որտեղ ես աշխատում։ Ստեղ չեմ աշխատում, Երևանում։ Երևանում, հա։ Եվ որտեղ ես դնում քո այսպես տեսակ։ Ինտերնետային մեջ։ Հա, որտեղ։ Տարբեր դեր։ Չասա, որ մեր կոնկրետ որտեղ հետևենք։ Ասեք հետևենք։ Չէ։ Չամաշեք մեզ մեր երկիրը, մեր հայրենիքն է։ Չենք ամաչում։ Այ լավ օպերատորը սենց է լինում, գնում է նկարում, որ ոչ մեկին չասի, որտեղ կարելի է տեսնել։ Հա, լավ Լյորջ ջան, դու էլ ես լավ օպերատոր։ Իդեպ մի այլ օպերատոր էլ էր բռնել պարոն Հովհաննիսյանը։ Եվ յուրաքանչյուր ցանոթ մեզ հետ եկեք գար, հիմա ասեք այս կամերաների ոստիկանների արժև ում համար եք աշխատում։ Ոչ ստուդիա։ Սևանի ազգանունի չէ։ Հա? Հա? Սևանի համար։ Ուրիշ ոչ մի տեղ։ Դե բարի աշխատում։ Մեկ էլ չէին կարող չնկատել ինչպես էր պարոն Հովհաննիսյանը ամփոփում իր ճառերը։ Նա գտավ մարդկանց դրական բարի լավ հիշողություններով հրաժեշտ տալու բանաձև։ Այսինքն ինչ որ ոգևորիչ գագաթնակետի էր հասցնում ճառը։ Դե ավելի շուտ պարզապես դրական բարի լավ բառեր է թվարկում։ Մինչ այդ Նժդե, Գապան, Զանգեզուր, Հայաստան հաղթել ենք։ Գործ։ Աբելինի ժամը 11-ին գործ։ Հրճագում Հայաստանի գործ։ Երդումնակալության նոր հայրենիքի գործ։ Գործ։ Եվ երեխա։ Դե շատ լավ է, հիմա մնում է տեսնենք ինչ կլինի ամսի 9-ին, երբ Սերժ Սարգսյանի երդումնակալությանը զուգահեռ Ռաֆի Հովհաննիսյանը նույնպես անց է կացնելու երդման արարողություն։ Ժողովուրդը այս հարցով ինչ է մտածում, ժողովուրդ։ Ես հույս ունեմ, որ ամեն ինչ խաղաղ կանցնի եւ կգտնվի բոլորից գոհացնող լուծում։ Շատ լավ դիվանագետ ես, բայց գիտես։ Մերսի, ինձ էլի են ասել։ Բա ինչ սպասումներ ունես այդ օրվանից։ Հայաստան, մանկություն, Գառնի Գեղարդ, Ծիրան։ Այդ ինչ է նշանակում։ Այդ նշանակում է, որ ուզում եմ բարձր նոտայով ավարտեմ այս զրույցը, տղեկ։ Օրը կգա կտեսնենք։
իսկ այսօրվա մեր հյուրն է պառակտումների փորձագետ Ռազմիկ, իհարկե պառակտունցը, բարև ձեզ։ Բարև Նարեկ։ Ռազմիկ, ինչ է նշանակում պառակտումների փորձագետ, մի փոքր բացատրեք։ Ես ուսումնասիրում եմ քաղաքական ուժերի պառակտումները, եւ հիմա մենք ունենք մի չքնաղ պառակտում, որը մենք վերլուծում ենք, դա Ժառանգության եւ Հայազգային կոնգրեսին միմյանց չսիրելն է, փափուկ ասած, մյուս կողմից Ժառանգություն եւ Դաշնակցություն պառակտումն է, որը մի կողմից իրար աջակցություն հայտնեցին, բայց հետո չմիավորվեցին քաղաքապետարան ընտրությունից առաջ։ Բայց հետո էլի միավորվեցին։ Լավ, այդ ամեն ինչը դուք եք արել։ Ոչ, մեր գործը պառակտելը չէ, մենք ուղղակի կողքից վերլուծում ենք, նայում ենք եւ դիտարկում ենք։ Ու վերլուծել եք ինչու են պառակտում։ Մանրամասն, ամենամանրամասն ձեով վերլուծել ենք այդ պառակտումը։ Եվ ինչու են պառակտվել։ Չգիտենք, ցավոք այդ պառակտումները տրամաբանության հետ այդքան կապ չունեն, մենք մինչև հիմա չենք կարող հասկանալ, թե ինչու երկու ընդդիմադիր ուժեր, որոնք երկուսն էլ չեն սիրում, մեկը այլ ավելի մեծ հզոր ուժի չեն միավորվում։ Բայց դա միակ պառակտումը չի, նաև այդ առանձին վերցված ուժերի մեջ կան ենթապառակտումներ։ Այսինքն բացի այդ որ Ժառանգությունն ու ՀԱԿ-ն են պառակտված իրար հետ, համ էլ ՀԱԿ-ը ինքն իր մեջ է պառակտված մի քանի խմբի, որոնք իրար չեն սիրում։ Բայց ինչ ունեն իրար հետ կիսելու։ Գուցե հենց այդ է պատճառը, որ կիսելու բան չկա կամ ուղղակի լոքշը։ Ռազմիկ, իսկ ոչ ընդդիմադիր պառակտումներ լինում են։ Իհարկե, ՀՀԿ ԲՀԿ զույգ եղբայրների պառակտումը, որը մինչև հիմա վերջնական վերլուծված չի։ ԲՀԿ-ն էլ իշխանություն չի, չէ՞։ Բայց ոչ էլ ընդդիմություն է, ինքը իշխանության այլընտրանքն է, բայց այնց երկրի ռեսուրսները շարունակում են այդ երկու կուսակցությունների ձեռքում մնալ։ Լավ, բայց օրինաց երկիրը չի պառակտում, չէ՞։ Թու, մեր միակ ուրախությունը այս պայմանությամբ օրինաց երկիրն է։ Դե կարևորը զինվորները չեն պառակտում։ Ես տենց չէի շտապի, օրինակ երկրապահները պառակտվեցին մի քանի մասի, հիմա մի մասը կոչվում է ոգու փորձություն կազմակերպություն։ Լավ, սպորտի հարցում գոնե միասնական եք, չէ՞, այսինքն բոլորս նույն թիմին ենք երկրպագում, այդտեղ չի կարելի լինի պառակտում։ Ֆուտբոլի ֆան ակումբի պառակտման մասին չեք լսել։ Առաջին հայկական ճակատվան շարժումից մի խումբ հիմնադիր, ղեկավար եւ ակտիվիստ անդամներ որոշեցին առանձնանալ ՖԱՖ-ից եւ ստեղծել ՖԱՖ ուլտրաս ֆան շարժումը, որի նպատակները եւ պատկերացումները ֆան շարժման վերաբերյալ կտրուկ տարբերվում են ՖԱՖ-ի պատկերացումներից։ Բայց ինչով են նրանց նպատակները տարբերվում մյուս ֆուտբոլային ֆանատներից։ Ես ճիշտ ասած չգիտեմ, երևի մի մասը կարևորում է դարպասապահի դերը, մյուս մասը հարձակվող, մինչև վերջ հասկանալի չի։ Լավ, հուսով եմ մշակութային ոլորտում չունենք պառակ։ Չգիտեմ, տեսել եք ոնց են երկու բանաստեղծությունները միմյանց չախում ինտերնետում։ Բայց ինձ ուրախացնում է ձեր հաղորդումը, որ տեսնում եմ ոնց եք համերաշխ երկուսով վարում, դուք են հաճելի երիտասարդ եք։ Նոնք ծեսես ներվից ազնում ահավոր ձևի։ Իսկ դուք մնացեք առաջին ռազմայնասիրականի հետ։ Արդեն երկար ժամանակ է լուր չունենք Ռուդոլֆ Գեղամիջից եւ Դյադ Վիտալիկից, մեր ինտելիգենցիայից։ Հա, մի պա անգամ սկսեցինք անհանգստանալ, հո բան չի պատահել, դրա համար մհերին ուղարկեցինք, մի հատ տեսնի ոնց են, ինչ են։ Երկար ժամանակ է, որ ոչ մի տեղեկություն չունենք մեր սիրելի ինտելիգենցիայից եւ բազմաթիվ հարցեր են կուտակվել։ Տեսնենք այս պահին ինչով են զբաղված Դյադ Վիտալիկն ու Ռուդոլֆ Գեղամիջը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Здравствуйте։ Забыл нас, մհերը, ոնց ես։ Մենք մտածենք արտագաղթել ես արդեն։ Չէ, ստեղ եմ։ Ոնց եք, ինչ եք անում։ Ափսոս, մենք մտածենք հետո մեզ վիզա կուղարկես, Դյադ Վիտալիկները ուզում են ուղարկես գանք քո մոտ Ամստերդամ։ Չէ, բայց հենց այս թեմայով էլ ուզում եմ ձեզ հետ խոսեի։ Տեղյակ եք Արմավիայի սնանկացման մասին։ Դա նիսեփ նիսոլ նարան մհեր ջան։ Ինչ ա եղել։ Չէ, դա փոխաբերական իմաստով, եթե աղուն ես իրականում, մի քիչ տաս նորմալ է, 7 կալորի է, չէ, Դյադ Վիտալիկ։ Ճիշտ ասած, հիմա չունեմ, բայց մյուս անգամ հետս կբերեմ։ Արմավայից ենք խոսում։ Ես ու Դյադ Վիտալիկը ինչ ունենք վաճառեցինք ու 2 տոմս գնեցինք։ Բայց դուք ինչ ունեիք, որ մի բան էլ վաճառեիք։ Ունենք Իսահակյանի երգեր եւ վերքեր գիրք ունենք առաջին հրատարակության Դյադ Վիտալիկի ժառանգությունն է, դա վաճառեցինք ու 2 էկոնոմ կլաս տոմս ձեռք բերեցինք։ Մի հատ հաճելի ագույն բիզնեսմեն տղա էր։ Ընդամենը 2 տոմս, այդ գրքի համար ձեզ պետքա լավ փող տային։ Ուզում ես կբիզ լավ փող տալ, вам шахт рубой, Դյադ Վիտալիկ։ На коня иду։ Ուզում էր լավ փող տալ, բայց ուղղակի խզբզած բան կար, հեղինակը ինչ-որ բան էր ստորագրել առաջ էջի վրա, դրա համար լավ գին գցեց, բայց կարելի է հասկանալ տղային էլ։ Трубой, вам шахт рубой։ Իսկ ինչպես եք պատրաստում տոմսերը ետ ստանալ։ Դե պետք է փորձենք գնալ, վերցնել, չնայած հասկանում ենք բանկրոտство բարդ բան է, բայց մենք էլ պետք է մեր սիտուացիան էլ հասկանալ, ամեն օր բրինձ ու բրինձ։ Հա, հասկանում եմ, երևի դժվար է, հա, ամեն օր բրինձով փլավ ուտելը։
Բրինձով փլավ չէ, ճիշտ չհասկացար։ Հենց բուն բրինձ հեսա, մի 8 հատիկ էլ մնացել է եւ սա մեզ 4 օրվա դա նա 4 դնա է, հա 4 օրվա դեռ պետք է հերիքի։ Բարձա, շնորհակալություն։ Ճիշտ հասկանանք, մենք չենք բողոքում, եթե ինչ որ բանով կարողանանք էլ կօգնենք այդ կազմակերպությանը, եթե իրոք բարդ են գործերը, ինչ որ տրուբան կարող ենք չնայած շատ է ձեզ Վիտալիկ կապնված տրուբայի հետ, բայց կարող ենք նվիրաբերել։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն։ Спасибо большое։ Հաջողություն Ռուդոլֆ Գեղամից, ձեզ Վիտալիկ, պինդ մնացեք։ Երևանի ավականու ընտրությունները գնալով թափ են առնում եւ դա երևում է ոչ միայն նրանից, որ ձեր բակի վաղեմի ընկեր, հին ու շատ հարազատ փոսը վերացել է, այլ որ քաղաքական գործիչները անսպասելի քայլերի են գնում։ Տարոն Մարգարյանը այցելել էր Հեծանվա հրապարակ ու ըստ հին հայկական ավանդույթի խնդրեց Հեծոն մի կրուկ քշել։ Երեխաների խնդրանքով քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձամբ է փորձարկել նոր հեծանիվների հնարավորությունները։ Դզեց, սենց որ գնամ երկու հատ էլ ապօրինի շինություն կքանդեն։ Բա քանդեցին, ճիշտ է սկզբից թողեցին, որ սկսեն շինարարությունը, հետո քանդել տվեցին։ Երիտասարդական մետրոյի կայարանում առաջացել էր այս հանճարեղ գաղափարը։ Խորհրդի որոշմամբ ապօրինի կերպով առանց քաղաքապետի եւ քաղաքապետարանի համաձայնությամբ կառուցել են 60 մետր կրպակաշար, որի համար քաղաքապետի հանձնարարության մետրոյի տնօրեն Փալյակ Յալոյանին հայտարարվել է խիստ նկատողություն եւ կրպակաշարն էլ քանդվելու է։ Այստեղ լինելու է գրքի կրպակներ։ Այս գրողին գրքերը իրոք չէին խանգարի։ Բայց քաղաքապետարանը էլի ոչնչացրեց երևանցիների գիրք գտնելու հերթական հնարավորությունը։ Հիշում եք Մաշտոցի պուրակում այն բուտիկների ժամանակ արդարացումը բուտիկների այն էր, որ այնտեղ գրքեր են վաճառելու։ Հավազգեն։ Դրեք դուք Քիմի Սոտովին ունեք։ Կարդաշյան։ Արա չէ, Կարդաշյանը մեռա ասելով, ես ունեմ Քիմ Չեն Ընի։ Ինքը ինձ թվում է բջջային չունի, եթե ունար ստիպված կներ ինքն իրեն նստացներ։ Լավ միտք ունեմ իր համար, եթե այս գրքերը սենց լավ արդարացում են, թող Հարավային Կորեայի վրա հարձակումները դրանով արդարացնի։ Էդ ոնց։ Թող այդ մակի տուզիկներին հավաքի, ասի այս հողերը ուզում եմ զավթենք, որ գրադարաններ կառուցենք, կարող է ասեն չէ։ Լավ, տեսնենք Բարգավաճը ոնց է այս PR-ի դեմ պայքարելու։ ՀԿ-ն հեծանիվ քշեց, ակնհայտ անհեթեթ կրպակը չթողեց։ Հա ինչ որ նոր բան է պետք անել։ Մեքենատրակտորային կայանների ստեղծման նպատակը գյուղացուն օգնելն ու նրա առօրյա հոգսը թեթևացնելն է։ Պատահական չէ, որ հատկացված տրակտորները պետք է ծառայեն բոլորին անկախ կուսակցական պատկանելությունից։ Ես նախ շատ շնորհակալություն եմ հայտնում, որ ձեր աջակցությունը ցույց տվել սահմանամերձ այլեպար։ Գյուղի բնակիչների կողմից ասել են կփոխանցեք, ես աշխատում եմ փոխանցեմ։ Սա գյուղը գիտեր որ ձեր խոսքը գործ է։ Այ կարելի է Երևանում էլ բաժանել տրակտորներ։ Տրակտորը ինչ է սանել Երևանում։ Հենց պրոբլիկի մեջ ճիշտ տրակտորն է, սաղ ինձ սենց հրելով կանցնեմ կգնա։ Քանի Նարեկը ինչ որ բաներ է հորինում, մի հատ լուրջ սրտացավ ծրագիր լսենք, ինչ է պետք անել մեր Երևանում։ Կարող եմ թվարկել, եթե պետք է, մի քանի բան։ Նախ առաջինը Երևան քաղաքում լրջագույն խնդիր է, ուրեմն կանաչ տարածությունների խնդիրը, այսինքն բնապահպանական անվտանգության ապահովման խնդիրը ամենը, որտեղ ծառը թուփը պետք է դառնա իրոք մշտական հոգացության առարկա։ Այսօր անխնա ոչնչացում են կանաչ պուրակները, տարածքներ։ Օրինաց երկիր բնապահպանական կուսակցությանը դուք կարող եք հիշել Մաշտոցի պուրակի պայքարից, Թրջկանի ջրվեժի պայքարից, ինձ հուշում են, որ իրանք չէին։ Լավ, վերադառնանք ընտրություններին։ Լրագրողները փորձում էին Հովիկ Աբրահամյանից պարզել, թե ով է համակարգում հանրապետականի նախընտրական շտաբը։ Մենք ունենք շտաբ, որը զբաղվում է ընտրություններով։ Եվ այդ շտաբը ղեկավարում է Շարմազանով Էցիկը։ Ասում են կուրացիան իրականացնում է վարչապետը։ Ինչու ձեզանից։ Ինչու վարչապետին չեք հարցնում, ինքը ղեկավարում է կուրացիանում, ես չգիտեմ։ Զորով ուզում են այս մարդկանց կրվածնեն։ Չէ, մի րոպե ինձ էլ է հետաքրքիր ով է անում կուրացիան, որովհետև Հովիկ Աբրահամյանը պաշտոնով ավելի բարձր է։ Վարչապետը երկրի երկրորդ պաշտոնը չէ։ Շատ տարածված սխալ է Նարեկ ջան։ Իրականում ԱԺ նախագահն է երկրորդ պաշտոնը։ Նստի սահմանադրություն կարգագոնը, հո դու պատգամավոր չես։ Ես էլ ասում եմ, ես եմ կուրացիանը։ Բավարարված եք։ Ինձ համար մեկ է ով է կուրացիան անում։ Հիմա դուք եք անել, թե վարչապետը։ Լավ, սաղ մի կողմ ունենք հիասթափեցնող լուր։ Հարված ստացանք ամենաանսպասելի կուսակցությունից։ Երևանի ավականու ընտրություններին Հայաստանի Կոմկուսը չի մասնակցի։ Լավ, իսկ ինչ որ մեկը կա, որ հարցնի, եթե մասնակցեին, ինչ կարգախոսով հանդես կգային։ Մեկա չեն մասնակցում, ով պետքա տենց հիմար հարց տա։
Եթե համենայն դեպս մասնակցեք, ինչ կարգախոս կընտրեք։ Ես արդեն դրա մասին ասեցի, ինչ հարցեր կդրվեր մեր ծրագրում ինչ հարցեր։ Կարգախոսը։ Կարգախոսը բերել տեսքի Երևանը։ Մհեր ջան, մի հատ էլ հարցրու, ինչ գույն կներկեին սպիտակ տունը, եթե սառը պատերազմում հաղթեին։ Իսկ եղանակը կվարկաբեկի Ցոլակ Ցիկլոնյանը։ Մեղմ ասած կվարկաբեկի։ Եթե երկուստ էլ չեք ուզում լսեք, փոխեք ալիքը, իսկ մնացածի համար կասեմ, որ երեք բավականին տաք էր ցերեկը, +22-ից 24, բայց երեկոյան 6-ի կողմերը սկսեց անձրև գալ ու ցած սառը քամի էր անում։ Ցոլակ ում է պետք երեկվա եղանակը։ Այսինքն պետքա գալիք եղանակը ներկայացնես, որ մարդիկ կողմնորոշվեն։ Չեմ հասկանում, մի հատ կոնկրետացրեք էլի։ Վայ, դե պետքա վաղվա ապրիլի 7-ի եղանակ ասես, ոչ թե երեկվա ապրիլի 5-ի։ Հա, վաղվա եղանակը պետք է ասեմ, լավ, հասկացա, բայց ես մի անգամից չեմ կարող, կլինի մյուս հաղորդման մեջ ապրիլի 7-ի եղանակը ասեմ։ Մյուս հաղորդումը ապրիլի 10-ին է։ Ուֆ, դե ինքներդ չգիտեք ինչ եք ուզում։ Լավ, այսքանն էր Arm Comedy-ին, շնորհավորում ենք ձեզ մայրության ու գեղեցկության տոնի արդիվ, իդեպ ապրիլի 7-ը նաև Սերգեյ Ծննդյան օրն է։ Այդ ինչի համար։ Դե ամոթ բան կա ինչա։ Չէ, դե ոնց որ ձեռն ես, բայց եկեք դիտենք վիդեո բոցը։ Սպասելու եք նրան։ Հայորդիա, թող այցելի։ Չէ, պարոն քաղաքապետ, բայց պատրաստ է Արցախ պուրակը կտա քաղաքապետարանը թույլտվություն։ Քաղաքապետարանը նրանք դիմել են իր խոսքն արդեն ասել։ Փաստորեն թող այցելի։ Իհարկե կտա։ Լավ, շնորհակալություն։ Բայց դուք չեք լինի, չէ՞ հանրահավաքին, իհարկե։ Եթե հրավիրի անպայման Հայքուրի ջան, սուտ։ Oh, that shot, babe, has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my keep the baby, and he keeps them out of sight. Լավ կամպոտա, բայց լսի գալկինը ոչի բան չի բլթացրել, մի հատ դեղցի բացենք։